Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է, որ երկրի իշխանությունները չեն նահանջի շարունակվող բողոքի ցույցերի ֆոնին։ Իր ելույթում նա մեղադրել է Միացյալ Նահանգներին ընդվզումներ հրահրելու համար, ցուցարարներին անվանելով վանդալներ։ Խամենեիի խոսքով ցուցարարները գործում են օտարերկրյա օրակարգի շրջանակում, փորձելով հաճոյանալ այլ երկրների առաջնորդներին։ Ըստ որոշ իրանական տելեգրամ ալիքների, չնայած համացանցի սահմանափակումներին և ուժայինների կոշտ միջամտությանը, Իրանի քաղաքներում բողոքի ալիքները չեն մարում։ Թեհրանում և այլ վայրերում ցուցարարները հրկիզել են կառավարական շենքեր և պարզել մինչհեղափոխական շրջանի դրոշները։ Բողոքի ալիքը նոր թափ է ստացել Իրանի շահի վտարանդի որդու Ռեզա Փահլավիի կոչից հետո։ Իրավապաշտպանների տվյալներով բախումների հետևանքով զոհվել է առնվազն 42 մարդ, իսկ ձերբակալվածների թիվն անցնում է 2200-ը։ Պաշտոնական Թեհրանը հայտնում է նաև Իսրայելի Մոսադի գործակալների ձերբակալության մասին, որոնք ըստ իրանական կողմի ծրագրում էին սպանություններ իրականացնել մեղքը պետության վրա բարդելու նպատակով։ Միևնույն ժամանակ Իրանի իշխանությունների կողմնակիցները հակաակցիաներ են իրականացրել։